Ողջույն բոլորին։ Քաղաքական կուլիսները, հանրային կարծիքի մանիպուլյացիաները, PR տեխնոլոգիաներն ու իշխանության համար դաժան պայքարը հիանալի թեմա են կինեմատոգրաֆի համար։ Այս ընտրանիում հավաքված են ընտրությունների մասին 10 տարաբնույթ ֆիլմեր, խորը հոգեբանական դրամաներից ու թրիլերներից մինչև սուր երգիծանք։ Բայց մինչև անցնելը ֆիլմերին, եկեք պայմանավորվենք, որ այս թեման բացարձակապես չենք քաղաքականացնում եւ որևէ ակնարկ կամ զուգահեռ չենք անցկացնում։ Խաբեություն։ Ընտրությունների նախաշեմին ԱՄՆ նախագահի մասնակցությամբ սեքս սկանդալից հանրության ուշադրությունը շեղելու նպատակով արտակարգ իրավիճակների մասնագետը եւ հոլիվուդյան պրոդյուսերը որոշում են Ալբանիայում փոքրիկ հաղթական պատերազմ բեմադրել։ Հասկանալի է, բացառապես հեռուստացույցի էկրաններին։ Սա քաղտեխնոլոգիաների դասական նմուշ է այն մասին, թե ինչպես մեդիան կարող է զուգահեռ իրականություն ստեղծել։ Ընտրություններ։ Անկախ Հայաստանի պատմության մեջ սա ամենաուղղակի, սուր եւ քննադատող քաղաքական ստեղծագործություններից է։ Հանճարեղ Ռոբերտ Սահակյանցը 90-ականների սկզբից ծանր սոցիալ-տնտեսական մթնոլորտում ստեղծեց մի ֆիլմ, որտեղ բացարձակ մերկացնում է քաղաքական ընտրությունների կեղծիքը, թեկնածուների սինխոստումներն ու ընտրողների հոգեբանությունը։ Թեև ֆիլմը կարճամետրաժ է, այն իրեւությամբ ու տեքստերով այնքան մարգարեական ու դիպուկ է, որ միշտ էլ արդիական է։ Սա հայկական քաղաքական երգիծանքի գլուխգործոցն է։ Մարտյան իդեր։ Ջորջ Քլունիի այս ֆիլմը պատմում է ամբիցիոզ, երիտասարդ մամուլի քարտուղարի մասին։ Հերոսն աշխատում է նախագահի հեռանկարային թեկնածուի նախնական ընտրություններում, սակայն բախվելով նախընտրական մրցավազքի հակառակ կողմին, կեղտոտ գաղտնիքներին ու շանտաժին, ստիպված է լինում արագորեն հրաժեշտ տալ իր բոլոր իդեալներին։ Սա հստակ ուղերձ է այն մասին, թե ինչպես է քաղաքականությունը կոտրում մարդկային բարոյականությունը։ Ընտրությունների օրը։ Խոշոր ռադիոկայանի ղեկավարը օլիգարխից պատվեր է ստանում եւ իր աշխատակիցների թիմին ուղարկում միջին Վոլգայի շրջաններից մեկը, որպեսզի նահանգապետական ընտրություններում առաջ տանեն տեխնիկական տեխնացուին եւ ձայներ խլեն իրական մրցակցից։ Ֆիլմում կատարյալ կերպով ցուցադրված է տարածաշրջանային նախընտրական քարոզարշավների շատ դիպուկ, թեև դիտավորյալ չափազանցված դիմանկարը։ Ընտրություն։ Սա 2000-ականների սկզբի հայտնի հայկական ֆիլմերից է, որի հենց կենտրոնում պատգամավորական մանդատի եւ իշխանության համար կոռումպացված քաղաքական գործիչների մղած կեղտոտ պայքարն է։ Ֆիլմը ցույց է տալիս տվյալ ժամանակաշրջանի 90-ականների վերջի եւ 2000-ականների սկզբի մութ քաղաքական կուլիսները, որտեղ ընտրությունները եւ իշխանությունը հաճախ սերտաճած էին հանցագործ քրեական աշխարհի հետ։ Ոչ։ Միջազգային ճնշումների ֆոնին դիկտատոր Պինոչետը ստիպված է հարակվե հայտարարել իր լիազորությունների երկարաձգման հարցով։ Ընդդիմությունը վարձում է երիտասարդ ու համարձակ գովազդի մասնագետին, որպեսզի վերջինս գլխավորի ոչի արշավը։ Ձանձրալի քաղաքական թեզերի փոխարեն նա որոշում է ազատությունը վաճառել որպես բրենդ, պոզիտիվի, ժպիտների ու վառ տիեզերագույն գովազդի միջոցով։ Եզակի ֆիլմ, որը ցույց է տալիս, թե ինչպես կոմերցիոն մարքեթինգի օրենքները կարող են փոխել պատմության ընթացքը։ Հիմնական գույներ։ Ֆիլմը պատմում է հարավից մի նահանգապետի մասին, որը առաջադրվում է որպես ԱՄՆ նախագահի թեկնածու։ Սյուժեում առանց դժվարության կռահվում է Բիլ Քլինթոնի իրական նախընտրական քարոզարշավը։ Գլխավոր հերոսը հմայիչ է, բայց նրա հետևից քարշ է գալիս հին մեղքերի ու սկանդալների մի ամբողջ շարան, որը նրա թիմը ստիպված է լինում տենդագին կերպով կոծկել։ Սա նուրբ ակնարկ է այն փոխզիջումների մասին, որոնց ստիպված են գնալ լավ տղաները ամենավերևներ հասնելու համար։ Թեկնածուն։ Երիտասարդ ու ազնիվ փաստաբան Բիլ Մաքե համաձայնում է դեմոկրատական կուսակցությունից իր թեկնածությունն առաջադրել սենատում։ Քանի դեռ գործող սենատորի դեմ հաղթելու շանսերը քիչ էին, նրա խոսքը չէր սահմանափակվում։ Բայց հենց նրա վարկանիշը սկսում է աճել, քաղտեխնոլոգները սկսում են աստիճանաբար հարթել նրա ելույթների սուր անկյունները։ Սա լավագույն ֆիլմերից մեկն է այն մասին, թե ինչպես է ընտրական համակարգը անկեղծ մարդուն վերածում ստանդարտ խոսող գլխի։ Ֆիլմն արժանացել է Օսկարի հեղինակավոր մրցանակի լավագույն սցենարի համար։ Անդիմադրելին։ Վաշինգտոնից ժամանած դեմոկրատ քաղտեխնոլոգը որոշում է օգնել ծովային հետևակի պաշտոնաթող գնդապետին դառնալ Վիսկոնսինի փոքրիկ պահպանողական քաղաքի քաղաքապետ։ Շուտով այնտեղ է ժամանում նաև նրա երդվյալ հանրապետական մրցակիցը։
Արդյունքում տեղական մասշտաբի այս ընտրությունները վերածվում են միլիոնանոց բյուջեներով երկու կուսակցությունների ամբիցիաների խենթ պատերազմի, որտեղ մեծ փողերը կլանում են առողջ բնականությունը։ Որոշիչ ձայնը ԱՄՆ նախագահական ընտրություններում եզակի իրավիճակ է ստեղծվում։ Ամբողջ արշավի ելքը կախված է միակ ընտրատարածքից, որտեղ համակարգի խափանման պատճառով մեկ ձայն չի հաշվարկվել։ Այդ կարևորագույն ձայնը պատկանում է Բադ Ջոնսոնին, որին սիրաշալու համար խուլ գավառական քաղաքում է հայտնվում երկրի ողջ քաղաքական էլիտը։ Սա թեթև, բայց խելատական կինո է յուրաքանչյուր մարդու ձայնի արժեքի մասին, նաև թե ինչ անհեթեթ քայլերի են պատրաստ գնալ քաղաքական գործիչները հաղթանակի հասնելու համար։ Դե ինչ, այսպիսին էր մեր տասնյակը։ Ինչպես տեսնում եք, կինոն հիանալի գործիք է հասկանալու համար, թե ինչպես են կառուցվում մեծ մեդիա արշավները, բայց ի վերջո ամեն ինչ կախված է մարդկանց ընտրությունից։ Գրեք մեկնաբանություններում այս ֆիլմերից որոնք եք արդեն դիտել, եւ ըստ ձեզ որն է ամենատպավորիչը։ Չմոռանաք բաժանորդագրվել էջին, սեղմել լայք, իսկ մենք հանդիպենք հաջորդ վիդեոում։ Լավ կինո դիտեք։ Հաջողություն։